Էմմա Մանուկյանը հարցազրույց է տվել Live-Room հաղորդման շրջանակներում։ Նա խոսել է արտագաղթելու մտադրության, ամուսնու հետ ունեցած խնդիրների եւ արու զավակ ունենալու ցանկության մասին։ Նշենք, որ դերասանուհու ամուսինը շնորհալի դերասան Վիլեն Սարգսյանն է, ով ի դեպ այս շրջանում նկարահանվում է Հատուկ դասարան սերիալում։ Հաշվի առնելով Հայաստանում ստեղծված բարդ իրավիճակը, Էմման ասում է, որ մտածում է արտագաղթելու մասին, սակայն ամուսնու մոտ այդ բացին չի բարձրաձայնում, քանի որ գիտի, թե ինչպես է դրան վերաբերվում Վիլենը։ Վերջինիս համար այդ թեման փակ է ու չի քննարկվում։ Ես վախենում եմ իմ երեխայի համար, սակայն Վիլենը վստահ է, որ կարող է պաշտպանել մեզ, ու 2020 թվականին նա պաշտպանեց։ Նա մեկնեց որպես կամավոր, ու պատերազմը շատ բան փոխեց մեր ընտանիքում։ Այն վերակառուցեց եւ ամրացրեց մեր ընտանիքը։ Մեզ միավորեց կորցնելու վախը։ Երբ նա վերադարձավ տուն եւ ես դուռը բացեցի, հասկացա, որ իմ առաջ լրիվ ուրիշ մարդ է կանգնած։ Մենք նույնիսկ չենք գրկել իրար։ Ես մտա սենյակ ու երկար ժամանակ չէի կարող դուրս գալ, որովհետև երբ նրան տեսա այդպես ցեխոտ, մորուքով, երկար մազերով, աչքերի ուրիշ արտահայտությամբ, զգացի, որ ես չեմ ճանաչում այդ մարդուն եւ թողեցի ու հեռացա։ Դերասանուհին խոսում է նաեւ այն մասին, որ պատերազմը միգուցե նրանց դարձրել էր օտար, սակայն վերջին հաշվով վերամիավորեց ընտանիքը։ Ինձ մոտ աշխատանքը միշտ եղել է առաջին պլան։ Ես երբեք չեմ կարողացել ճիշտ դասավորել ժամանակս, որպեսզի իմ էներգիան եւ ժամանակը բաշխեմ կարիերայի եւ անձնական կյանքի միջև։ Անձնականը միշտ տուժել է, չեմ գնահատել ունեցածս։ Եվ դա ես հասկացա այն ժամանակ, երբ զգացի Վիլենին կորցնելու վտանգը, եւ շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ հնարավորություն տվեց ուղղել սխալս, անկեղծանում է Էմման։ Սակայն լրագրողի հարցին, թե արդյոք նա ուղղել է իր սխալը եւ փոխել իր կյանքի ռեժիմը, դերասանուհին տալիս է բացասական պատասխան եւ ասում, որ ոչինչ չի փոխել։ Խոսելով իր կարիերայի վերաբերյալ Վիլենի կարծիքի մասին, Էմման նշում է հետևյալը. Մեր կյանքում առաջին, վերջին եւ միակ պայմանը, որ ես նրա առաջ դրել եմ, այն է, որ ես պետք է զբաղվեմ իմ մասնագիտությամբ։ Նա այդ ամենը միանգամից ընդունել է։ Ես վստահ եմ, որ եղել են պահեր, երբ հոգնել է նրանից, որ ես ամբողջությամբ աշխատանքի մեջ եմ, քանի որ երբ տանն եմ, նույնիսկ այդ ժամանակ եմ աշխատում։ Էմման պատմել է նաև բաց տեսարաններում նկարահանվելու առնչությամբ իր ամուսնու արձագանքի մասին։ Դերասանուհին ասում է, որ իրենց միջև երբեք նման խոսակցություն չի եղել, քանի որ նա գիտի, որ դա ուղղակի աշխատանք է։ Դերասանուհին այդ առիթով մասնավորապես ասել է. Իսկ այն զույգերի մասին, որոնց դեպքում ստացվել է այնպես, որ այդ ուղակի համբույրի կամ բաց տեսարանից կիրք կամ սեր է առաջացել, կասեմ միայն մեկ բան, որ եթե դու չես ուզում սիրահարվել, դու չես սիրահարվի, իսկ եթե այնուամենայնիվ սիրահարվել ես, ուրեմն դու դա ուզում էիր։ Իմ դեպքում նման բան երբեք չի եղել։ Ինչ վերաբերում է ամուսնուս կողմից խանդին, ապա ասեմ, որ նման բան երբեք չի եղել։ Նա ինձ չի խանդում, բայց փոխարենը ես եմ նրան ահավոր խանդում։ Լինում է, որ նույնիսկ տեսարաններ եմ սարքում, գոռում։ Ես էլ այդպիսին եմ։ Պատմելով դստեր հետ հարաբերությունների մասին, Էմման նշել է, որ իր 10-ամյա դուստրը ավելի շատ շփվում է հոր հետ, ավելի բաց է նրա հետ, անկեղծ, քան իր հետ, որովհետև ինքը չի կարողանում անհրաժեշտ ժամանակ տրամադրել երեխային։ Վիլենը երեխայի հետ շատ ժամանակ է անցկացնում, այդ պատճառով էլ նրանց միջև մի ուրիշ կապ է։ Ցավոք հազվադեպ է լինում, որ մենք երեքս միասին միաժամանակ լինենք տանը, այսինքն կամ ես եմ երեխայի հետ, կամ Վիլենը, նշում է Էմման։ Դերասանուհին հարցազրույցի վերջում անկեղծացավ, որ ցանկանում է տղա ունենալ։ Եթե մինչև պատերազմը չէի մտածում, ապա հիմա լրջորեն մտածում եմ այն մասին, որ ուզում եմ տղա երեխա ունենալ։ Հարգելի հետևորդներ, գրեք մեկնաբանություն։ Արդյոք ձեզ դուր է գալիս Էմմա Մանուկյան դերասանուհին, եւ ո՞րն է եղել նրա կերտած դերը, որ ամենաշատն է տպավորվել ձեր մեջ։